Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցներում եվրոպական երկրների ղեկավարները կարևորել են Հայաստանի դերը տարածաշրջանային կապակցվածության հարցում, շեշտել են հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարևորությունը, անդրադարձել միջազգային օրակարգի մի շարք հարցերի։ Եվրոպան աշխարհագրության մասին չէ, այն արժեքների և սկզբունքների մասին է, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, շեշտելով Երևանում գագաթնաժողովի անցկացման կարևորությունը։ Այս գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում։ Մենք խոսում ենք կապակցվածության մասին, բայց նաև դիմակայունության մասին, իդեմս մեր առջև ծառացած մարտահրավերներին։ Նա նաև նշել է, որ Հայաստանն ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ իր որոշումը։ Հայաստանը կայացնում է իր սեփական որոշումները, մոտ 1 ամսից Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, եվրոպական հեռանկարը ևս բանակցությունների սեղանին է, բայց ի վերջո դա հայերը կորոշեն։ Կալասը նաև անդրադարձել է միջին միջանցքի կարևորությանը։ Նրա խոսքով հաշվի առնելով մերձավոր արևելքում իրադարձությունները, բոլորը ձգտում են առևտրային ուղիների դիվերսիֆիկացման։ Վրաստանի հետ կապված ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ այդ երկրի կառավարությունը փաստացի քայլեր չի ձեռնարկում, չնայած ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին հայտարարություններին։ Կալասը նաև անդրադարձել է Գերմանիայից ԱՄՆ 5000 զինծառայողի դուրսբերման մասին Պենտագոնի որոշմանը, շեշտելով, որ սա միայն մեծացնում է ՆԱՏՕ-ում եվրոպական բաղադրիչի ուժեղացման կարևորությունը։ Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպայի համար մատակարարման հուսալի շղթաների համատեքստում շեշտել է Հայաստանի կարևոր դերը հատկապես Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կապակցվածության հարցում։ Ֆոն դեր Լայենը նաև որպես գագաթնաժողովի գլխավոր թեմաներ առանձնացրել է Եվրոպայի անկախությունը, մասնավորապես էներգետիկ ոլորտում, ինչպես նաև պաշտպանությունն ու անվտանգությունը։ Մենք պետք է ընդլայնենք էներգիայի արտադրության հնարավորությունները Եվրոպայում։ Դրանք ներառում են վերականգնվող էներգիայի աղբյուրները և միջուկային էներգիան, որոնք թույլ են տալիս մեզ էներգիա արտադրել ներսում։ Դրանք ավելի էժան են և ավելի հուսալի։ Մենք պետք է նաև ամրապնդենք մեր ռազմական կարողությունները, որպեսզի կարողանանք պաշտպանել ինքներս մեզ։ Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը։ Նա Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ։ Մակրոնի խոսքով Ֆրանսիան չի մասնակցի ուժի կիրառմամբ որևէ գործողության։ Նա հավելել է Իրանի և Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցի համատեղ վերաբացումը միակ լուծումն է, որը թույլ կտա ապահովել ազատ նավագնացությունը և դա անել առանց սահմանափակումների և վճարների։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շեշտել է ԱՄՆ-ի հիասթափությունն իր եվրոպացի դաշնակիցներից մերձավոր արևելքում իրադարձությունների և Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության ֆոնին։ Նա վստահեցրել է եվրոպացի դաշնակիցները հասկացել են ԱՄՆ նախագահի ուղերձը։ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները սկսել են լոգիստիկ աջակցություն տրամադրել, նաև իրականացնում են ԱՄՆ-ի կողմից եվրոպական ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերը։ Ես տեսնում եմ, որ ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ ռազմական գործողությունների թատերաբեմի մերձակայքում արդեն տեղակայում են անհրաժեշտ լոգիստիկ և այլ աջակցություն, օրինակ ականազերծող նավեր, հաջորդ փուլին պատրաստ լինելու համար։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան էլ հայտարարել է, որ գագաթնաժողովի գլխավոր թեմաներից է դաշնակիցների և գործընկերների հետ հետագա գործակցության հարցը։ Այս իմաստով նա կարևորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը քննարկումներին։ Մեցոլան նաև շեշտել է ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարևորությունը։ Սրանք այլևս հեռավոր վտանգներ չեն։ Եվրոպական խորհրդարանը հատկապես հանձնառու է շահագրգիռ կողմերի հետ աշխատելուն, որպեսզի դրանք վերանան, որովհետև իրական սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարության համար։ Պատերազմները ընթանում են ոչ միայն գետնին, այլև թվային տիրույթում, և դրանք խաթարում ու թիրախավորում են մեր հասարակության ամենախոցելի հատվածները։ Պաշտոնյան հավելել է, այս առումով աշխատանք է տարվում սոցիալական հարթակների հետ համոզվելու, որ այն գործիքները, որոնք ստեղծվել են մարդկանց միմյանց ավելի մոտ դարձնելու համար, չեն չարաշահվի։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հանդիպում են նախաձեռնել քննարկելու Ուկրաինային աջակցությունը իրավիճակը մարտադաշտում և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից արդար և երկարատև խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը։ Ըստ Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարության ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և բարգավաճումն ավելի լայն անդրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն են կազմում։ Զելենսկին նաև առանձին հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Մինչ այդ նա հանդիպել էր Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Չեխիայի վարչապետների հետ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։